մինչև իրենց գալը խաղաղություններ, չէ։ Իրենք եկել են պատերազմներ է եղել, չէ։ Սրանք ոնց կարող են խաղաղություն ապահովել իրենց այս ստրկացած թուլամորթ վախկոտ վիճակով։ Մեր հակառակորդների առաջ ստորացված վիճակով, իրենք են ստորացված, եւ խոսում ենք ստորացումից, իրենք են ստորացված։ Տեսեք ինչպես են իրենք արձագանքում Ալիևի հոխորտանքներին, միշտ վախեցած մնաք, որովհետեւ գիտի վախկոտ մարդը միշտ վախեցած է լինելու, բայց նրա մասին է խոսում, հայ ժողովրդի մասին չի խոսում, հայ ժողովուրդը վախեցած չի։ Պատերազմը իրենք են բերել։ Իրենցից առաջ պատերազմ չի եղել։ Ադրբեջանը Ռոբերտ Քոչարյանի ժամանակ չի էլ համարձակվել այդ ուղղությամբ մտածել։ Մի անգամ 16 թվականին է փորձել, մրթին ստացել է, խնդրել է հաշտություն։ Ովքեր են խոսում խաղաղությունից։ Վախկոտ մարդը, տեսեք, երկու հոգի փողոցում հակասություն ունեն։ Մեկը ուժեղ է, մյուսին ծեծում է։ Այս ծեծողը կարող է դրա հետ խաղաղություն հաստատել։ Ծեծվողը։ Հաջորդ անգամ երկրորդ անգամ է գլխին խփելու, քանի որ չի պատասխանում, չի հակադարձում, վախենում է։ Պարզ է, չէ, ախր սա մեր ժողովուրդը իր խորքում այդ ամեն ինչը հրաշալի հասկանում է, բայց ստեղծվել է մի հատ պետական մեքենա, ուժային, ասում եք անվտանգություն, ազգային անվտանգության ծառայություն։ Ինչով է զբաղված ազգային անվտանգության ծառայությունը։ Ամեն ինչով, սատանաներ բաներով։ Բացի ազգային անվտանգության խնդիրներով, չէ։ Ոստիկանություն, դատախազություն, քննչական կոմիտե, հակակոռուպցիոն կոմիտե, ինչ որ գիտեք, ինչով են զբաղված։ Ընդդիմադիրներին գաղտնալսելով, գործեր վանանելով։ Ես սովորաբար իմ հեռախոսազրույցները շատ-շատերի հետ ունենում ուղղակի բաց կապով, ինչքան ուզում են թող լսեն, բայց թող ակաժներին օղանեն, իրենց առածների համար հակապետական, իրենց գործառույթներից դուրս կատարած արարքների համար պատասխան են տալու։ Դուք որ խոսում եք արծիվ բազե, տենց եք, կոդավորված եք խոսում, թե տենց ուղղակի խոսում։ Չէ, շատ պարզ, շատ։ Բազմիցս Չունեք վախենալու բան։ Իհարկե չունեմ։ Ումից վախենամ, սրանցից,